Բարև ձեզ, ես Նարեկն եմ Ամիրխանյան և մեր գործընկեր Ամունձի Ակբայի հետ շարունակում ենք փողի մասին մեր հաղորդումը։ Այսօր մեր հաղորդման հյուրն է Red Invest-ի համահիմնադիր և տնօրեն Արսեն Ավետիսյանը։ Արսենի հետ զրուցել ենք փող աշխատելու, փողի մասին, միլիոնատեր դառնալու, կապիտալ ստեղծելու և նոր տեխնոլոգիաների այս աշխարհում ինչպես գտնել քո տեղը և կարողանալ լինել մրցունակ և ստեղծել հարստություն։ Արսեն ջան, ո՞նց ես։ Լավ, դու ո՞նց ես։ Լավ, շուտ ոնց չենք խոսացել։ Ես սիրում եմ մեր զրույցները։ Հա, եսը։ Հարգես ինչի սկսենք փողից։ Հետաքրքիր է փողից երբեք չենք խոսացել իր հետ։ Հա, ներդրումներից խոսացել ենք, բայց հենց այս փող աշխատելուց չէ։ Օրինակ քո համար փողը կարևոր է։ Հա։ Ինչ առումով։ Դե լիքը բաների։ Թե կյանքի որակի ապահովման, ազատությունների, նպատակների հասնելու միջոց է, որը որ օգտագործվում է ցանկացած դրվագում։ Բայց ինքը նպատակ չէ, ոնց հասկանում եմ ինքը գործիք է քո համար։ Նպատակ ուղղակի որ նպատակ դառնա, կարող է լինի նպատակ, օրինակ մոտիվացիա աշխատել $1 միլիոն, ուղղակի դա քեշ ունենալ։ Դառնալ միլիոնատեր, չգիտեմ, ինչ որ sense, բայց ամեն դեպքում դա նպատակը չի, դա ինչ որ մոտիվացիայի առարկա է ավելի շատ, որովհետև նպատակ փող ունենալ ուղղակի ու միտք չունենալ թե այդ փող ինչ ես անելու։ Հա։ Բայց դու քո կապիտալով արդեն միլիոնատեր չես։ Կապիտալով, հա։ Հա։ Կապիտալով գիտես ինչն է հետաքրքիր, երբ որ 28 տարեկան էի, 27 ներողություն, բիզնեսը սկսելուց նպատակ ունեի, որ մինչև 30 տարեկան պետք է կապիտալով միլիոնատեր լինեմ, բայց 0 էինք, էլի գումար չունեի։ Հետո բայց ասա որ նպատակ լավ նպատակ է ինքը։ Ես հենց այդ մոտիվացիան հենց դրանով վառված է իրականում, այսինքն ֆոկուս այնքան էր դրա վրա, որ սպորտային հետաքրքրությունը նույնիսկ այնքան շատ էր իմ մոտ, որ կլինի հասնել 29-ում էլի 0 էի, ուզում էի հասկանալ ոնց արագ թռիչքային աճենք, միտք կար որ բլոկ նկարեմ։ Հա։ Ոնց կարելի է Հայաստանում 0-ից փորձել հասնել $1 միլիոն կապիտալի, չարեցի դա։ Լավ հիշում եմ ինչ չարեցի, որովհետև ընտանիք երեխա մտածում էր ինձ շատ ժամանակ ու public ինչ որ կերպար դառնալ, այդքան էլ սրտովս չէ այդ տարիներին։ Դες գնաց, բայց ստացվեց ամեն դեպքում եղանակը գտա որ ոնց կարելի է արագ կապիտալ այդպես հասցնել, հետո հասկացա որ ինչքան լավ success story կլիներ, եթե լիներ։ Հա։ Այսինքն համաներ համ ցույց տա։ Հրապարակային հայտարարեի, որ այսօրվանից սկսած ես ոնց որ ճանապարհ եմ ուզում անցնեմ ու կիսվեմ դրանով։ Միտքն էր որ հենց այդ էր կօգնի որ այդ ճանաչումը ու այդ success story-ի ձևավորումը ինձ ինքնին կմոնետիզացվի, այսպես ասած։ Հա։ Հա, բայց ուրիշ ճանապարհով գնաց, դասական ճանապարհով գնաց ու 31-ում եթե չեմ սխալվում, եթե այտենց կապիտալի գնահատանք նայենք։ Բայց լրիվ ինքնուրույն չէ՞ որ։ Այսինքն այտենց թաքնված ներդրողներ կամ չգիտեմ հարուստ բարեկամներ։ Չէ, ուր է այտենց մեզ հնարավորություն լինի։ Հեշտ կներ չէ՞ այտենց։ Չէ, ես իմ ծնողների ներդրումն եմ լավ իրացրել ու երբ որ հարց է քննարկվում միշտ մենակ ես հասել կապիտալի թե չէ, ընկերներից մեկի հետ զրույց ունենք նախորդ օրերին, հենց այդ թեման էր քննարկվում, մենք self-made միլիոներների թեման էր քննարկվում։ Ես ասի այտենց շատ մեծամիտ անգամ, եթե դու անտուն ես, բայց ծնող ես ունեցել այդ պահին, դու իրավունք չունես ասես, որ ես ինքս եմ ինձ սարքել, էլի, որովհետև ծնողի հոգատարություն ու 0-ից մի քիչ ավել էներգիան, ներդրումը, փողը ինչ որ եղել է, եթե քեզ է տվել, դե անվերջ ավելի շատ է, քան 0-ն, էլի։ Դե հա։ Դրա համար ես միշտ ասում եմ, որ ինչի համար եմ ես ասում, որ մեզ լսողները գնահատեն այն ինչ որ ունեն որպես կապիտալ հենց, այսինքն ծնողի հոգատարությունը ու ծնողի դրած գումարը կրթության քո համար ծախսած ցանկացած ժամանակի միավոր կամ գումարի միավոր, դա ներդրումն է, որը քո վրա արվում է, որպես պրոյեկտ, հա, ճակերտավոր,
ու այդ բայց սկսած դու պետք է գնահատես որպես ակտիվ դու ինչ ունես, որպեսզի կարողանաս հետո դա մոնետիզացնես։ Եթե փողից ենք խոսում կամ դրա չափման ինչ-որ ձևից ենք խոսում, այդ ամեն ինչը արդեն մի հատ շատ ուժեղ ակտիվ է, որը բոլորս ով ունի պետք է գնահատի ու դրա վրա հետևի իմ կարծիքով։ Չէ, շատ կարևոր կետ ես ասում իրականում, որտեղ ես էլ ոդքասթներում ռեյրենջում միշտ ասում եմ, որ այն ինչ որ, չգիտեմ, իմ հարազատներին, ծնողներն են տվել, այդ այն ամենակարևոր հիմքն է եղել, որ օգնել է ես իմ կյանքում ինչ որ մի բան ստեղծեմ։ Հա։ Հենց որ դա շատ կարևոր է։ Իսկ չգիտեմ, այդ որ քո առաջ այդ նպատակը դրել էր, որ պետքա միլիոնատեր դառնաս, թվում էր իրականանալի թե Չես պատկերացնի, ես այդպես ռեալ պատկերացնում էր, հա։ պատկերացնում ոնց պետք է իրականանա, այսպես, այսինքն նույնիսկ ինձ շատ հաճախ մեծամիտ էին համարում կամ երասկոտ էին համարում, ընկերներս կամ պապան մեկ ջղայնանում էր նույնիսկ այդ թեմաներով, նա նորմալ բանկում աշխատի, այդ տղա ջան էլի, ես ինձ բաներ դասական մեթոդով էր պատկերացնում, բայց խնդիրը նա որ հստակ պատկերացրել եմ, ոնց դրան պետք է հասնեմ։ Այսինքն ուղղակի նստածս տեղը չեմ ասել, հեսա գլխիս մի բան ստրատեգիա ուներ։ Հստակ ստրատեգիա։ Որն էր այդ ստրատեգիան։ Չես հավատա, բայց ես այդ բանի վրա եմ արել։ Ես տեսագիտական կրթությունն եմ ու շատ քիչ բան եմ հիշում կրթությունից բուն, բայց մի բան լավ եմ հիշում։ Մեր դասախոսը տեսական տնտեսագիտության Կեր Աղաջանյանը ասում էր, եթե դուք Լուչանո Պավարոցին չեք, որ կարա հելնի մի օր երկի ու հոնորարը մի միլիոն լինի, դուք երբեք միլիոնատեր չեք դառնա, եթե դուք middle class ինչ-որ գործ եք անում, այսինքն դուք որպես ժամանակը ծախում ես կոպիտ ասած։ Հա, դուք չեք կարող ձեր ժամանակը երբեք ծախեք մի միլիոնատեր աշխատեք, եթե դուք ինչ-որ տաղանդ չունեք արտասովոր, էլի։ Այսինքն ձեզ բացի ձեզ դուք որպես ակտիվ, պետք է նաև այլ ակտիվներ ստեղծել։ Այդ ակտիվները կլինեն բիզնեսի տեսքով, մարդկանց տեսքով, որ քո բիզնեսում աշխատում են եւ այլն եւ այլն, այդտեղ ես իմ համար բացահայտեցի վարկունակությունը որպես ակտիվ, որի վրա մենք հիմնականում կամ որի ուղղությամբ հիմնականում մենք ավելի բան ենք սկեպտիկ ենք նայում ու ասում ենք դե վարկունակությունը կամ վարկ վերցնել այդ լավ բան չի։ Նախորդ քո այս հաղորդման վիդեոներից մեկում էլի վարկից էր խոսում։ Ես ուզում եմ ասեմ, որ աշխարհում ինձ թվում է շատ մարդիկ են ուղղակի վարկունակության ճիշտ գնահատման ու բանկերի հետ ճիշտ աշխատանքային հարաբերություն կառուցելու արդյունքում հաջողել, հարստանալ, հա, կապիտալ ձեռք բերել, հարստանալը կապիտալ ձեռք բերել։ Իրականում անշարժ ձեռք բերելը շատ մարդկանց համար առանց վարկի անհնար է։ Իսկ շատ ընտանիքների համար իրենց հիմնական հարստությունը հենց իրենց անշարժ գույքն է։ Ամենաթանկ կապիտալը, եթե նայենք, հա։ Ես մի քանի տարի անձամբ եմ վարել մեր հաշվապահություն, որտեղ այդպես լուրջ հաշվապահություն չունենք մեկնարկին, քանի որ բանկ մասնագիտությամբ մագիստրատուրներ բանկային գործ եմ սովորել ու մի փոքր ժամանակ պրակտիկա անցել է, հստակ պատկերացնում եմ բանկը ոնց է առհասարակ վարկունակություն գնահատում եւ հաճախորդին փող վստահում։ Այդ տեսանկյունից մեր ֆինանսական մասը նենց էր, որ ցանկացած բանկ որ տեսներ, անգամ նորաստեղծ ընկերության համար ինքը վստահելի է շատ։ Հա։ Ու պարզ ու հեշտ հաշվարկել է։ Այնտեղ լիքը կարևոր կետեր կան, էլ ինչքան ես դու պարզ տալիս, որ այդ վարկային մասնագետը, որը որ կարող է ներքևի ուղակի մասնագետ է, քո գործը հաճույքով նայի, հասկանա, որպեսի վերև ճիշտ տրանսլյացիա լինի այդ ամեն ինչը եւ այլն։ Ու մենք տևական ժամանակ ես աշխատում էի դրա վրա ու ամենակարևորը ճիշտ հարմար առիթ էի սպասում, երբ այդ վարկունակությունը օգտագործվելու։ Բայց դու նկատի ունես բիզնեսի վարկունակությունը, չէ՞, ոչ թե անձնական։ Երկուսն էլ։ Եթե նայենք անձնական, օրինակ սպառողական վարկ ասածը իմ համար ոնց կես ասեմ, ինքը անհասկանալի բան է շատ։ Պայմանական iPhone-ը առնել վարկով լուրջ չեմ հասկանում։ Ես 2 տարի առաջ եմ iPhone առել առաջին անգամից, դրանից առաջ 50-60 հազար դրամանոց հեռախոսներ էր ու մինչև էդ էլ
բան է անում, ասում եք եք iPhone առնում իմ գործընկերներին, որտեվ թանկ է էլի, ինչ է բանը $100 փոխ։ Որ մեր լսողները պատկերացնեն, Արսենը իր ավտոն երևի մի տարի առաջ փոխեց, չէ՞ մի քիչ։ Չէ, մի տարի չէ, մի ամիս առաջ 16 թվականի ավտո էր, նույնի նորն եմ գնել։ Դե բայց այն ժամանակ այն չի որ ես միշտ թազա ավտո առար էլի։ Հա, դե մեքենան լրիվ այլ պատմություն է, ինքը էլի սպառողական թեմա ունի։ Ինքն է գինը կորցնող։ Հա, բայց օրինակ մեքենայի դեպքում էլ ես այդ տարի եթե այդ մեքենան չգնեի, ես այդ ներդրման տեսանկյունից եմ էլի նայել, օրինակ ես մի հատ շրջապատ եմ մտել այդ հատվածում, գործընկերական եւ այլն, որտեղ ներկայանալի մեքենա շատ կարեւոր էր։ Հա դե Հայաստան այդ մեքենայով այդ մեքենան գնելը ուղղակի կապ չունի 16 թիվ էր թե 22 թիվ էր, չգիտեմ, մի քիչ ինքը բան մեքենա էր էլի։ Հա։ Հետաքրիր էր, հարցեր առաջացնում ու աշկի էր ընկնում, դրա համար ինքը ներդրում էր զուտ։ Առաջի ամսվա մեջ ինքն իրան հետ բերեց, որովհետև կարծում եմ այդ մեքենան ինձ օգնեց մի հատ ֆանտաստիկ պայմանագիր կնքելու հարցում։ Հա, բայց հետաքրքիր է, չէ՞ որ մեքենայդ նայում են պայմանագիր կնքելուց։ Թե կերպարիդ են նայում։ Իրականում այսօր մի հատ լավ քննարկման մեջ ենք, գործընկերս Լևոնը ասեց, որ բիզնես այդքան կարևոր չի, ինչքան դու էլի, որովհետև մի հատ այլ բիզնես, մի հատ խոշոր բիզնես, որը ստեղծված աղ կա, նոր բիզնես էր անում, ու այս նոր բիզնեսի ձեռքերակն են ընկել ընկերներս։ Հիմա ասում եք, դե ոնց որ այս մեծ բիզնեսը թող հավոր կանգնես փոքր բիզնեսին, ու խոսում ենք, բայց ինչքան է ռիսկերի իմիջային եւ այլն, վերջում Լևոնը ասեց, որ ընկեր դե կարևոր չէ բիզնեսի անունը, կարևոր է մարդը, որ այդ բիզնեսը ստեղծել է։ Եկեք այդ մարդու վրա սլակները ուղենք, որտեղ այս մարդը եթե խոշորը ստեղծել է, ամեն հավանականությամբ էս էլ կստեղծելի։ Հա։ Ու դե ամբողջ աշխարհում երևի նայում են մեքենային էլ, հագուկապին էլ, չգիտեմ, նայում են, այդ կարևոր թեմա է, իրակի ես այտենց շատ չեմ սիրում ու մեքենայի դեպքում էլ այն մեքենան եմ գրել, որի մասին երազում էի։ Փոքր ժամանակ ասելով 12-13 թվականից։ Այտենց։ Այսինքն բան, սպառողական, եթե հետ գնանք թեմային, սպառողական վարկերը այտենց այդքան է ընդունելի չի քո համար, բայց վարկով, որը դու կարաս կապիտալ ձեռք բերես, ու միանշանակ վարկով, եթե կա, տես ամենակարևորը թե ինչքան փող կվստահի քեզ բանկը, երևի այս հարցն է։ Ահա։ Եթե քեզ փող է վստահում բանկը, դու կարաս օգտագործես ներդրման տեսանկյունից, սպառման տեսանկյունից, վատման տեսանկյունից, այդ վատն են որ ընդհանրապես չէ։ Հա, բայց դա ապագա եսից տես է գողանում։ Ապրես, բայց եթե ներդրման տեսանկյունից ես անում, ապագա եսիդ վրա ներդրում ես անում։ Դե հա։ Հիմա շատ կարևոր է որ ինքնախաբեություն չլինի։ Օրինակ իմ դեպքում ես հստակ հասկանում եմ, որ մեքենա եմ առնում, սպառողական վարկագիծ ունեմ այդտեղ, բայց մեքենան առնում եմ բանով։ Ներդրման հստակ ներդրումային կոմպոնենտը իմ համար հաշվի առնում։ Կամ մեր ընկերության գրասենյակը, որը քաղաքի ամենաթանկարժեք հատվածներում է, ու մենք կարող ենք մեզ թույլ տանք ուրիշ տեղ ավելի մեծը վերցնենք։ Սա այտենց ծանր բեռ էր թվում սկզբից, բայց մենք որոշեցինք գնենք, որտեվ կարամ ասեմ, մեր գրասենյակը Մալիբույում է, Սայրան փոշտի աջ կողմում է։ Որտեվ գիտենք, որ Սայրան փոշտը վերակառուցվելու է, այնտեղ World Trade Center-ը լինելու, մեծ առաջի երևի ճանաչելիության շենքն է այնտեղ կառուցվելու 3-5 տարվա ընթացքում։ Ու ինքը ներդրումային կոմպոնենտ էլ ուներ այդ տեսանկյունից մեկ, երկրորդը ասենք երկարաժամկետ փորձեմ ճիշտ հասկանալ, տարածք առնելուց երկարաժամկետ եք նայ, որտեվ չգիտեմ 5-ից 10 տարվա մեջ այնքան այդ փողոց փոխվելու, որ գինը ավելի արագ կաճի, քան շուկայի միջինը։ Միանշանակ վստահ եմ, որ տենց էլ կլինի, պլյուս բիզնեսիդ քեզ ինչքան ստատուս է բերում։ Այսինքն քո բիզնեսի միջին չեկի վրա ինչքան է աճում քո գրասենյակ, ֆիզիկական լոկացիան է կամ գրասենյակը զուտ։ Եթե դու պայմանական աշխատում ես 1%-ով, քո լոկացիան, քո ներկայանալիությունը եւ այլն բարձրացնում ես, կարող է 2% ասես, 2% բարձրանա չեկդ կամ այդ նիշայի վրա սկսես աշխատել ու ինքը իրան հետ գնում անի այդ բaragայում էլի։ Սենց ֆակտորները շատ պետք է հաշվի առնել իմ կարծիքով եւ եթե գույքի մասն ենք ուղղակի խոսում, ես միշտ գնում եմ, եթե երկարաժամկետի համար ունիկալ գույքեր, այսինքն որոնք չկրկնվող են, որտեվ բոլոր գույքերին կարաս ասես ներդրում եմ արել, բայց ինչքան են դրանք լիկվիդային, ինչքան հետո հեշտ կլինի վարձով տալը կամ վաճառել, այդ միանշանակ չի։ Բայց ինչքան ունիկալ է, այնքան իր լիկվիդայնությունը ավելի ցածր չի։ Չէ, եթե ճիշտ լիկվիդայնությամբ ունիկալը ճիշտ
կերպով ես օգտագործում, այսինքն ունիկալ եւ պահանջարկ ունեցող գույք էր։ Այս տեսանկյունից ենք նայում, ինքը իմ համար այդպես բարդ չի կողնորոշել, ինքը քաղաքի փոքր կենտրոնում պետք է լինի, եթե գրասենյակային կամ հյուրանոցային այս ոլորտի համար ծառայող գույք է, եթե կարճաժամկետի մեջ է, ինքը ցանկացած տեղ կարա լինի, բայց մտքով որ դու արագ դուրս ես գալու այդ թեմայից, այսինքն ոչ ամբողջ 100% փող տաս, սպասես տարիներ եւ այլն։ Մտնես տարաժամկետ վճարման գրաֆիկով այդ գույքը ձեռք բերես, չգիտեմ, 20%, 30% վճարելուց հետո ճիշտ բա օգտագործես, դա վերավաճառես։ Որտեղ շատ հաճախ լինում է, որ 100% պլյուս 30% ալում, այսինքն այն գնով, որը որ դու պայմանագրային գնել ես, բայց վճարել ես վերջնեք 20% դեռ այդ պայն, ինքը 20% արժևորվում է ինչ-որ X պայից սկսած, դու քո 20% ներդրումը 100%-ով հետ է գալիս այդ պարագայում։ Ու ինքը շատ արագ կարա լինի, ասենք 3 ամսվա մեջ, 6 ամսվա մեջ, մի տարվա մեջ։ Որտեվ շուկա միջև հիմա արագ աճում էր, բայց վերջի տարիներին մի քիչ դանդաղել է, չէ՞, աճի տեմպը անշարժ գույքի շուկան անցած տարի շատ թռիչքային էլի բում եղավ։ Այս տարի բոլորը զարմանում են, բայց ես այնց հանգիստ եմ ասում, որովհետև փաստի վրա եմ ասում, 2022-23 թվականի շուկայի ակտիվությունը մենք ունենք 2025 թվականին։ Բոլորը սպասում են, որ այս տարի էական քիչ է լինելու։ Դե հա, անցած տարվա այդ մեծ վաճառքներից հետո էական քիչ է, բայց անցած տարվա հետ համեմատելը էական սխալ է։ Ինչի։ Դե այդ եկամտային հարկի ավարտի տարիներ ինքը ու նորմալ է, որ ինքը հավելյալ պահանջարկ կգեներացներ էլի։ Ես անընդհատ ասում եմ, որ պետք է ալարկոտ լինեիր ուղղակի, որ չգիտեմ, եթե այս տարվա առաջի կիսամյակի էր ուզում գնում անեիր, նախորդ տարի դա չաներ, որպեսզի եկամտային հարկից օգտվեր։ Հա։ Իմաստը որն էր, այդ լավ արտոնությունը չաներ, չօգտվել։ Արստից կարող է բանը այդ վարկերի մասով նայենք, էլի վերջի ինչքան է 10 տարուց ավել է Հայաստանի անշարժ գույքի շուկան միշտ աճել է, չէ՞։ Հա։ Այսինքն այդ ստրատեգիայով եթե դու կապիտալ ես ձեռք բերում, քանի որ շուկան անընդհատ աճել է, դու կարայիր եկամուտ ունենայիր, բայց դա մենք մի ֆակտոր հաշվի չենք առնում, որ եթե հանկարծ շուկան ընկավ, այդ վարկը շատ ծանր կլինի սպասարկելը կամ եկամուտով վերավաճառելը դա արդեն անհնար կլինի։ Արի, սենց նայենք էլի հարցին, վերցնենք մի հատ օրինակ, հյուրանոցի օրինակ, որը արժի $1 միլիոն վերցնենք։ Եթե դու հնարավորություն ունես դրա կանխավճարը տաս ու ճիշտ աշխատացնես այդ գույքը, հյուրանոցը, ինքը իր 80% վարկի սպասարկման համար լրիվ հերիք է, որ ինքը իր 80% վարկը սպասարկի։ Այդտեղ դու քո գրպանից չես դնում։ Ինքը իրան սպասարկում է, վարկի տոկոսը սպասարկում, պլյուս քո կապիտալ ծախս է համարվում վարկի մայր գումար փակելը։ Դու ստեղ գույքը կբարձրանա արժեքում թե կիշնի, իրականում կարճաժամկետ կտրված քո մասում քո համար մեծ տարբերություն չկա, որովհետև դու բիզնեսը եթե դա աշխատող բիզնես է սարքում, բայց եթե քո բիզնեսը արքո վաճառքն է, անշարժ գույքի։ Եթե արքո վաճառքն է, ինքը միշտ կարճաժամկետում է քո ասած հնարավոր։ Եթե դու ճիշտ գույք ես առել, կարճաժամկետում կարա իջնի, նորից բարձրանա։ Դու չեմ կարծում, որ չկա այտենց տնտեսություն, որտեղ դու այտենց ճիշտ գույք առնես ու ինքը գինը իջնի ու այտենց 2 տարի ցածր մնա, 3 տարի ցածր մնա գինը։ Դե օրինակ բանը կոവിഡից հետո Ամերիկայի հիմնական մեծ քաղաքներում օֆիսնային տարածքների գները շատ ընկել է ու չի էլ բարձրանում արդեն քանի տարի է։ Գիտես, բայց դրա հակառակ ուսումնասիրությունն է կա։ Կամ կարող լոբինգ են անում, չգիտեմ, այդ նույն բիզնես կենտրոնները, որ բանը դե ուղիղ բիզնես կենտրոնների անունից չի, որ սարսափելի ընկել է նաև արդյունավետությունը բանի։ Օֆիսային տարածքից դուրս աշխատող թիմերի արդյունավետությունը։ Իմ Հայաստանում ամեն դեպքում ես այդ արդեն ընկել է, օրինակ մի քանի մեծ ընկերություններ մնացել, որ դեռ հիբրիդային էին աշխատում, արդեն համարյա բոլորը ստիպում են իրենց աշխատողների 5 օր օֆիսում լինեն։ Բայց փոքր ու միջին շատ ընկերություններ կան, որ ընդհանրապես օֆիսային տարածքել չեն վերցնում։ Մեծ ընկերությունները չեն կարող իրենց այդ թույլ տան, բայց միջին ու փոքր ընկերությունները չեն վերցնում, դրա համար ազատ օֆիսային տարածքներ, օրինակ Սան Ֆրանցիսկո կամ Նյու Յորք
կամ նույն Չիկագոյում շատ կա։ Նայ, եթե տարբեր շուկաներ են, այլ սկսել են գիտես ինչ անեն, կներես ընդհատեմ, շատ բիզնես կենտրոններ սկսել են տներ սարքեն, ապարտմենտներ սարքեն, որպես տուն վաճառեն։ Բայց արի նայենք դրան մի քիչ ուրիշ տեսանկյունից, էլի կարող է օֆիսային աշխատակիցների պահանջարկն անգել, ոչ թե օֆիսային տարածքների։ AI-ից խոսանք։ AI-ից խոսանք, խոսանք տողից եք խոսանք։ Բայց տեսնում ես, որ դրա բանը կա։ Մի քանի օր առաջ ռիփորտ դուրս եկավ Ամերիկան, որ 2008-ի չափ կրճատումներ ա եղել այս տարի։ Ու նոր աշխատատեղերը շատ քիչ ա ստեղծվում, որտեվ օրինակ չգիտեմ, սկզբնական entry level ոնց ասենք հայերեն մեկնարկային կարիերայի աշխատանքի մեծամասնությունը հատկապես օֆիսներում AI-ով արդեն կարողանում ես անես։ Հիմա օրինակ ես քեզ պատմություն պատմեցի, չէ՞ որ ոդկասթից առաջ որ այն գործը որ մի շաբաթ կանեի, օրինակ 150 research անելու դրա հիման վրա տեքստ գրելը իմ մոտ է ընդհանրապես մի օր։ Դե իմ ասածը ծերան ավելի մոտ ու աշխատակից պետք չէր էլի իրականում։ Չգիտեմ, եթե փողից ենք խոսում ու AI-ից, կարանք մի քիչ թեման այդ կողմ թեքենք։ Ես էլ սկսելուց առաջ ասում եմ, որ միշտ միտք կա մոտս, որ գալուց առաջ է որ նայում էի, գիտես ինչ տպավորություն կա, որ մենք հիմա մարդկանց բացատրում ենք կամ մենք ինքներս մեզ բացատրում ենք այսպես, որ ինչա փողը, ոնց ճիշտ ծախսել, ոնց ճիշտ պլանավորել, տպավորությունը ոնց որ ժամանակը անընդհատ տենց է լինելու, իրեն ու երևույթները չեն փոխվելու։ Ես միշտ շատ եմ սիրում ցանկացած բան ժամանակի ու փոփոխությունների մեջ նայել ու դες մտածում եմ լավ 27 թվականին ինչ է լինելու, օրինակ մեր ընկերությունում 27 թվականին քանի աշխատակից է լինելու, կարող է 100 աշխատակից լինի, բայց այդ նույն հաստիկներում են լինելու, թե այնտեղ օպերացիոն կտորը այնքան է զարգանալու process-ները լավ սպասարկի, back office-ը չգիտեմ front-ն ամենակ շատանալու, շատ տարբեր ընկալումներ կա։ Իսկ թվում է օֆիսների հետ կապված հարցում էլ այս ֆակտորը ամեն դեպքում կա, պլյուս նրան կա, որ ինչ որ պահի այդ քաղաքներում գեր զարգացած է եղել ու այդ ժամանակ էլ օֆիսային աշխատողները շատ պահանջված են եղել ու տենց սարքվել է։ Օրինակ Հայաստանում չկա այդ շենքերը, տենց որակով շենքեր չկան ու չկա դրա գեր առաջարկը, այսպես ասած, որպեսզի մի հատ էլ պահանջարկի անկում լինի, ընդհակառակը մեր նախագծերից գիտես մեծ նախագիծ ունենք բիզնես կենտրոնի IT պարկի դալանը, այնտեղ հիմիկվանից արդեն մեմորանդումներ են կնքում խոշորագույն ընկերությունները, որպեսզի գան վարձեն, որտեվ չկա տարածքներ ստեղ ամեն դեպքում այդ քչի համարել նույնիսկ չկա էլի։ Շուկաները տարբեր են, չգիտեմ։ Դե հա, մեր շուկան Ամերիկայի հետ համեմատելը այդքան է ճիշտ չի, զուտ տենդենսները հասկանալու համար էլի աշխարհում։ Դե օֆիսային աշխատակիցների թիվը կարող է կրճատվի։ Չնայած մյուս տեսանկյունից էլ ես այն տեսակետի կողմնակից չեմ, որ առհասարակ մարդը որպես այդպեսին պահանջարկը աշխատուժի կկրճատվի, որպես այդպես ինձ թվում է մեծ իմաստով պետք է վերափոխվի։ Շուկան վերափոխվել է երևի։ Այն խնդիրներին, որ այսօր ուշադրություն չենք դարձնում, վաղը կարող դառնա արդիական ու նոր ինդուստրիաներ զարգանան։ Գալուց նայում էի AI-ով մի հատ աղջիկ ոնց էր սարքել մի հատ երգ, Սնիգորչկայա կոչվում, չգիտեմ, տեսել ես։ Այդ որ Ռուսաստան վայրել է գնացել, հա։ Այդ շատ է տարածվել։ Նախ շատ որակով էր, շատ գրավիչ էր, կլիպով, ամեն ինչով, սաունդով։ Ու այդ աղջիկը խոսում է, տես հասկանում ես, որ այս աղջիկը տես դե երևի վոկալ չի ունեցել, կամ արտաքինը չի, կամ ռիսկ չարի եւ այլն։ Ու ինչ-որ մի ավատարով մտել է շուկա, ու այս այնք այդ շուկայից երկի շուկայում ոչ երկիչ լինելով մի հատ նիշա զբաղեցնելու իր ավատարով։ Հա։ Այսպես փոխվելու է թեման էլի։ Բայց այսօր այդ գիտես ինչ հետաքրքիր թեմա է զգալի, որ աշխատանքային շուկայի շատ սահմաններ աշխարհում վերացել է ինտերնետի, AI-ի տեխնոլոգիաների պատճառով ու ես իրոք ընկերներ ունեմ Հայաստանում, ովքեր Ամերիկայի շուկայի վրա նենց բաների վրա են աշխատում, որ մի քանի տարի առաջ չենք կարող պատկերացնել, որ աշխատում են ամերիկյան փող ու դրանով Հայաստանում շատ լավ է իրանց կոպիտ ասած, այսինքն այսօր իմ կարծիքով հարուստ դառնալու համար փող աշխատելու, լավ փող աշխատելու համար երևի լավ ժամանակներից մեկն է։
հիմա մի կողմից բարդ է, որտեղ այն կլասիկ փող աշխատելու ճանապարհը օրինակ գնացիր ինչ-որ միտեղ ընդունվեցիր 10 տարի կարիերա չկա։ Այդ գնալով վերջանում է, բայց եթե ստեղծարար ես, կրեատիվ ես, քեզ շատ հարցերում չես սահմանափակում, այդ առումով այսօր երևի լավագույն ժամանակն է փող աշխատելու ու հարստություն ստեղծելու։ Դե ոնց որ ինտերնետի ամենասկզբից ակտիվ ժամանակ չգիտեմ։ Դեռ ինտերնետն է դեռ այնքան տեղ կա այնտեղ աշխատելու։ Գիտես ոնց մի հատ միտք կար, չգիտեմ ով ասաց, որ 20 տարվա ընթացքում ինչքան ինտերնետն է միլիոնատեր ստեղծել, 5 տարում կամ ավելի քիչ AI կստեղծի։ Լավ միտք է, որտեվ այդ բանն է ոնց որ ասում, Nvidia-ի տնօրենը։ Հա, կարա, չգիտեմ, բայց միտքը գլոբալ լավն է։ Ու հիմա էլ այդ աղջիկը որ այսօրվա այդ սնիկ վրշկան էր նկարել, ինձ թվում է հենց ինքը այդ կերպարներից մեկն է, որը շատ արագ փող է աշխատում դրանով։ Փողից ենք չէ խոսում վերջ։ Ու եթե մեսեջը այսօրվա sense մի հատ ես տայի, ես կասեի մի հատ իներցիայից դուրս եկեք ժողովուրդ սաղս։ Այսինքն իներցիան ամենավատ բանն է, եթե փող աշխատող մարդը սովորում է այդ փող աշխատելու իներցիային, այսինքն ինքը մտածում է դե հայ է տենց հալնելու էլի։ Ավանդական շուկաներում ինքը կորը բիզնեսի կամ աշխատուժի, այսպես ասած, արդյունավետության բարձրանում է ու իջնելու կտորը դանդաղ է սկսում իջնել, այսինքն ինքը հիմնականում եթե աշխատուժի հետ կապված է, ինքը համընկնում է թոշակի հետ կամ ինչ-որ բանի հետ, բիզնեսի մասով կարա արագ լինի, բայց ոչ այնքան արագ, որ դու միանգամից այսօր բիզնես ունես, չգիտեմ, մուլտիմիլիոներից վաղը արթնանաս ինչ-որ պատճառով չունենաս այդ բիզնեսը ավանդական շուկայում։ Բայց որտեվ չկա այդ մրցակցությունը, այսինքն մեկը այսօր որ երկիչ չէր, չի կարող վաղը արթնանա ու երկիչ լինի քո շուկայում քո այդ մրցի։ Նույն այդ գոնե տրամաբանական շղթան գործողությունների պետք է անի, որ գա քո լեվելի ինչ-որ մրցակցություն անի, ճիշտ է։ Հիմա բայց մարդ կա, որը որ երկիչ չի, բայց մտել է երկիչ շուկա։ Հա։ Ու վաղ առավոտ ինքը քո մրցակիցն է դառնալու։ Մեկ էլ տերում ես մյուս օր առավոտ այդ նույն տեխնոլոգիան սովորել են ու եւս մի 100 հոգի, որոնք որ իրաց մտքի մեջ երկիչ էին ու կրեատիվ էին, բայց չգիտեմ, մելանխոլիկ են, ինչ որ չեն ուզում բեմում ելույթ ունենային, այս տիրույթում շուկա են մտել ու քո այդ մրցում են։ Ու տես պահանջարկը ինչքան է անգնելու բանի։ Երկի վրա եք ֆիքսում, այս լավ օրինակ է։ Հիմա երկիչների պահանջարկը ինչքան է անգնելու ինչ որ X բայից, եթե շուկայի, չգիտեմ, content-ի երկի ստեղծվող երկի 50% ու ավելին այս տիպի որակով ու շատ արագ փոխվող բանը լինի։ Պրոդուկտը լինի, content-ը լինի։ Արագությունը ավելանում ու ֆիզիկական միջավայրում դու չես կարող այդ արագությանը որակով այդ արագությունը պահես ու եթե երկից գանք նույնն է լրիվ այլ բաներում է գնում։ Հա, բայց ոլորտներ կան, օրինակ տենց էս չունակ, եթե կապիտալ ունես, կապիտալը 4 պատում ունես, իր փոխելը շատ ավելի դժվար է։ Հա, դե ինձ թվում է ամենաառաջինը այն մարդիկ կտուժեն, ովքեր չգիտեմ, թվային ավտոմատացումներով, թվային ինչ-որ տիրույթում են ծառայություններ մատուցում, որտեվ թվային դաշտում AI կրկնվող ֆունկցիաները։ Բայց չնայած նաև մյուս տեսանկյունից էլ հիմա ակտիվ ռոբոտաշինությունն է գնում, որը որ այդ նույն AI-ի ուղեղով, բայց արդեն ֆիզիկական միջավայրում կսկսի գործանել։ Մասկը տեսել ես ոնց ասում այն գործերը, որոնք ատոմներ են շարժում, չի կարող տնաշենը նոր բացատրել, չգիտեմ, ես մի հատ բանը վերցնում դնում են ասում բոլոր այն գործ աշխատանքները, որոնք ատոմներ են տեղից շարժում, վերցնում դնում ստեղ ընդեղ, իրանք ավելի ուշ փուլում ոնց որ կմտնեն մրցակցության մեջ, որտեվ շուտկի ռոբոտների հետ են մրցելու։ Հա, օրինակ մի քանի տարի առաջ չէր կարող պատկերացնել, որ օրինակ շինարարող ձեռքով գործ անում կարա ավելի պահանջված եղնի, քան օրինակ ծրագրավորողը։ Ու ծրագրավորողը շատ փող աշխատի։ Հա, հիմա տենց է։ Բայց մի քանի տարի առաջ եթե տենց բան ասենք, կասեին դες մարդը գիժը։ Մի քանի տարի առաջ որ ասեի հնդիկ շինարարը գալու Հայաստան շինարարություն անի, դա էլ էր սյուր հնչելով։ Հա, բայց արի ուտես գիտես այդ ակշկի օրինակ այդ փոփոխությունների մեջ որ գնում ենք շատ անգամ չենք տենում որ հիմա բայց հիմա հետն է 2020-ը ու հիմա մինչև կոവിഡ്-ը
շատ տարբեր աշխարհներ մենք ապրում։ Ես նաև այն որ խոսեցինք դու Դանիայում ես, ես Ֆրանսիայում եմ, գալուց այդպես ասի մի հատ մուդի մեջ մտնեմ, հասկանամ։ Իմ ու քո ոդկասթը նայեցի Rearrange-ի։ Հա։ Նոր ChatGPT-ից ենք խոսում։ Նոր է, չէ՞, դուրս Նոր է եկել այդ բան, ես քիչ էի հասցրի օգտագործել, դու օգտագործել ես, ու sense միտք էր ասում, որ ասում են, որ ինքը Google-ին կկրի բանից այն ժամանակը, բայց դա 2 տարի առաջ էր։ Ավելի քիչ կարող է, ու նայում եմ, ասում լավ, միթե այտենց այն ժամանակ པարզ չէր, որ պետք է կրի, էլի, այսինքն հիմա որ նայում ես, տպավորություն որ միշտ եղել է այդ գործիքը մեր հետ եւ այլն։ Հա, այսինքն շատ նոր ֆենոմեն է։ Բայց շատ արագ մտավ մեր կյանք, այսինքն մի անգամ օգտվում ես, всё, դառնում է քո մշտական ուղեկիցը, ու դու չես կարող կտրվես առանց դրել, չես կարող։ Մի քիչ գիտես ինչից կուզեմ խոսամ, ինչ ֆուտուրիստական բաներից ենք խոսում այսօր, բայց էլի լավ մտքեր այդ բազային ոնց է գնալու իներցիայից դուրս, չգիտեմ, դա կլինի մի տարի հետո, թե 5 տարի հետո, թե 7, բայց ինչ որ պահի ամեն դեպքում աշխատաշուկան փոխվելու է ու փող աշխատելու կամ մեխանիզմը աշխատելու չէ, փող ստանալու մեխանիզմ, եթե նայենք այն սպասարկման ոլորտի, հա, աշխատատեղերին իրանք օրինակ, չգիտեմ, կասիրը սուպերմարկետում օրինակ, այդ բանը հաստիքը բնությունից դուրս է գալու, այսպես ասած, մարդը դժվար թե երկար այդ հաստիքը զբաղեցնի։ Դե եվրոպական ու ամերիկյան քաղաքներ, սուպերմարկետներ կան, որ արդեն չունեն գանձապահներ, Հայաստանում սուպերմարկետներում արդեն ինքնասպասարկումներ կա, հա։ Հիմա միտքս որն է, որ այդ մարդիկ լավ ինչ ալնելու խորանանք մի քիչ էլի կամ գնալու են վերապատրաստվեն մի քիչ ավելի լեվելով բարձր գործ անեն, ինչը բայց դա էլ արդեն վտանգի տակ։ Ինչի։ Հա, երկրորդ լեվելի է դա։ Դե վերցնենք այդ փուլը, հա, լավ, հեսա երկրորդ, երրորդ, չորրորդ լեվել AI-ից խոսանք, բայց ինչ որ պահի լինելու է իմ կարծիքով լինելու է բազային եկամուտ ասածը, որը ուղղակի քեզ տալու են, քանի որ քո հնան մեծամասամբ ստեղծվելու է ավտոմատացման ու ռոբոտների կողմից, ամեն դեպքում դու որպես այդ երկրի քաղաքացի ինչ որ բազային եկամուտ ես ունենալու, որը որ քո բազային պահանջարկը ամսական ծախսերի փակելու է։ Այստեղ երկու տիպի մարդիկ են գնալու բան։ Երկու տիպի մարդիկ են առաջանալու։ Տես Toyota-ն, ինձ թվում է Toyota-ն է։ Մի հատ քաղաք է սարքել իր աշխատակիցների համար, տենց տեստ անում։ Ամեն ինչ ավտոմատացված է, իրար կապված եւ այլն, ու մարդիկ երկու մաս են բաժանված։ Մարդիկ, ովքեր ինժեներներ են, ստեղծում են, կրեատիվներ են անում, մյուս մարդիկ, ովքեր ուղղակի սպառում են, վայելում են, այսինքն մարդիկ էլ ապագայում երկու տիպի են լինել, ինձ թվում է։ Մարդիկ, ովքեր էս ամեն ինչ էս իրանց թոշակը ստանալու բացի իրանց ֆիզիկական տաղանդներից, որ ունեն, հա, իրանց ֆիզիոլոգիական տաղանդներից, չգիտեմ, ձայնալարերը լավը չեն, որ երկի ինքը մի հատ բան է ստանալու, գործիք է ստանալու, որը ամեն դեպքում ինքը on-line-ում կարա երկի, չգիտեմ, կինո չի կարում նկարի եւ այլն, այնտեղ կարա։ Կրեատիվ այն մարդիկ, ովքեր կրեատիվի վրա են շեշտը դնելու, սովորելու են այդ production անելը եւ այլն, իրանք ապագայում բավականին մրցակցային լինելու, հետաքրքիր content սպառողներն է շատ լինելու։ Իսկ այն մարդիկ, ովքեր ուղղակի էլի մեղադրելու բաներ չկա, ուղղակի սպառման կողմն են լինելու, այսինքն այդ ամեն ինչը սպառելու են, իրանք էլ բազային եկամուտով ապրող ուտոպիայի մեջ ապրող մարդիկ են լինելու։ Սենց մի հատ տեսակետ կար, Toyota-ի քաղաքը անունը կվարկեմ, չգիտեմ։ Շատ հետաքրքիր էքսպերիմենտ էր արած։ Դա բանն է, չէ, UBI Universal Basic Income, չէ, որ ասինքն մի օր բոլորը պետությունից փող են ստանալու, կապ չունի քո տարիքից, որովհետև արդեն շատ քիչ աշխատանք ալնելու։ Բայց հարստություն ստեղծվելու է, որովհետև ռոբոտներն են աշխատելու։ Ուտոպիայի մեջ է սնելու, եթե վերցնենք ուտոպիան է դառնալու։ Հիմա ինչ եմ ես ասում։ Ես գալուց մտածում եմ, դե փողի մասին խոսանք, թոշակից էս կոմենկով։ Հետո մի պահ ծարվեց միտքս, որ լավ ասում եմ, շատ իներցիա կա այս ամեն ինչի մեջ։ Եկեք մի քիչ sense ծրվենք, էլի, խոսանք մի բանից, որը հաստատ լինելու է, էլի, տեսնում ենք, որ լինելու է, բայց մեզ թվում է, որ մեր մոտ դա չի լինելու։ Այդ մեզ չի վերաբերվում։ Մեզ դա մեր հետ կապ չունի, ոնց որ 2023 թվականին ChatGPT-ն այդպես կարող է Google-ին գրի վիճակներ։ Հիմա դա լինելու է մեր մոտ,
Դրան ռեակցիա տալու ձևերն է պետք ճիշտ ընտրել։ Այն որ տեսա որ վարչապետը նույնիսկ ասեց որ թոշակառուների համար է զբաղմունք պետք գտնել։ Չեմ տեսել, բայց բոլորին է զբաղմունք պետք է։ Չէ, մեր մոտ երկրում ոնց է կյանքը ցիկլը։ Թոշակի գնացիր վերջ, էլի տես մի 20 տարի, եթե դու չես սպանանում, նախաձեռնող չես, մի 20 տարի ուղղակի սպառում ես ուղղակի, այսինքն պետության համար արժեք չես ստեղծում, այսպես, այսինքն դու հաշվի առնվում այդ մոդելով, հա, որ դու ստեղծել ես այն արժեքին, ինչ որ դու ստեղծես, հիմա քեզ վճարում է պետությունը, դու ուղղակի սպառի վայելի եւ այլն։ Հիմա այս ինչի ես դուրս եկավ այս միտքը, որովհետեւ ահռելի քանակի այդ բանի տարիքային խմբի մարդիկ կան, ովքեր որ ընդհանրապես չեն ուզում սպառող լինեն ու այդ մարդիկը ֆիզիկապես, հա, բայց ֆիզիկապես լիքը մարդ ֆիզիկական հնարավորություններն ոչեն եւ այլն, չգիտեմ, սկսած տաքսի քշելուց։ Վերջնենք ամեն մարդ չի որ 60 տարեկան պլյուսը կարա ֆիզիկապես դանի, բայց նույն content ստեղծելը content մենք անպայման չհասկանանք ինչ որ կարճ real է ստեղծել է։ Գիրք գրել, երաժշտություն ապրես, հասկացի ինչքան հետաքրիր կյանքը ինչքան հետաքրիր կարող լինի այս մարդկանց համար նույնիսկ ու ինչքան փող կարան աշխատեն այդ մարդիկ։ Դա այդտենց ստիպելով չի կարող լինել։ Չէ, դա ստիպելով չէ, հնարավորությունով։ Վարչապետի ասածը դիրմիկը այդ ուղակի չէ, բայց հա պատկերացնում չէ, ուղակի մարդիկ գործիքակազմ են ունենում, որ տունը նստած թեյ խմելուց մի բան ստեղծեն։ Իսկ իրականում ինձ թվում է կյանքը ստեղծելու մասին ամեն դեպքում կյանքը հետաքրիր է, որ դու ինչ-որ բան ես ստեղծում ու տեղ մոտիվացիա կա շատ։ Հա։ Ինչքան երկար ես ապրում, այնքան ուզում ես շատ բան ստեղծես, շատ բան։ 10 Դե բանը երևի այն ամենահիմնական ցանկություններից մեկը մարդկանց հենց օգտակար լինելն է, էլի պահանջված լինելն է։ Ու ամեն մեկը տարբեր ձև է դա անցալում, տարբեր ձև անում, բայց հա դու լավ ես քեզ զգում, երբ որ մարդկանց օգնում ես, այն ինչ որ դու անում ես մարդկանց պետք է, ու քո աշխատանքը գնահատվում է։ Այդ բանն էլ է, այդ Հարարի գրքի մեջ էլ էր այդ ասում, որ մինչև կովիդներ այդ Homo sapiens-ի որ ապագայում ցույցերը լինելու են ոչ թե որ մենք շատ ենք աշխատում, քիչ ենք տալի, այլ բանն է, հենց այդ գաղափարն է, որ պրոստը գործ չի լինելու մարդկանց համար։ Ես մի ժամանակ այդ բանի տեսակետի կողմնակից էի, հիմա մի քիչ փոխում եմ տեսակետը։ Ես այդ մտքի հետ լրիվությամբ համաձայն չեմ, ինչի, որովհետև օրինակ ինձ բանի միտքը դուր եկավ Դավիթյանի, որ հիմա իրանք AI աշխատակիցներ են ստեղծում, ինքը ասեց միլիոն հատ խնդիրներ կա աշխարհում չլուծված, սկսած գլոբալ տաքացումներից, օվկիանոսի պլաստիկներից ու շատ խնդիրներ կա, որ ձեռներս չի հասնում կոպիտ ասած, մարդկության ձեռները չի հասնում այդ խնդիրներին։ Ու եթե շատ այդ տրիվիալ հարցեր AI-ով ու ռոբոտներով լուծվելու է, մենք կկարողանանք մեր ռեսուրսները ուղղենք ավելի մեծ գլոբալ հարցերի, չունեմ աստղերին հասնելուն, օվկիանոսները մաքրելուն, մարդկության համար ավելի շատ արժեք ստեղծելու, որ բոլոր աղքատություն երևույթը օրինակ գոյություն չունենա երկիր մոլորակի վրա եւ այլն գլոբալ խնդիրները ու մոտիկ ենք իրական որպես մարդկություն մոտիկ ենք այդ որտեվ վերջի 30 տարվա մեջ 30-40 2 միլիարդից ավել մարդ աղքատությունից դուրս է եկել։ Դու ոդկասթում ես ահռելի թիվ է։ Ինձ թվում է դու 1/4-ն է, ահռելի է։ Բայց սխալ թիվ չասեմ, էլի։ Google-ը։ Կարծում եմ process-ները ավելի արագանալու են եւ ավելի էֆեկտիվ են դառնալու։ Ու դրանց սպասարկող անձնակազմները պետք է ավելի պատրաստված լինեն ուղղակի։ Այսինքն այն գործերը, որոնք որ process-ները աշխարհի համար, եթե բանով նայենք, ընկերության մակարդակով նայենք, մեր ընկերություն գիտես ինչ էին կարել ամենասկզբից նար, որ բան ունենանք, անընդհատություն ունենանք process-ների մեջ ու նոր աշխատակիցներից կախված չլինենք եւ այլն, մի հատ ռոբոտ էին գրել։ Այդ ռոբոտը ամեն օր ժամը 9:40 հաճախորդները ինչ որ բազայի բան update էր ուղարկում իրանց տների գների հետ կապված եւ այլն, այսինքն հետաքրքիր update էր, հա։ Բոտ։ Երբ որ աշխատակիցը գալիս էր աշխատանքի, այն առաջի կես ժամ ժամանակը, որ հիմնականում կորում է, գնում է ճիշտ է ասում։
2 միլիարդ։ Եվ վերջի 30-ից 35 տարվա մեջ մոտավորապես 2 միլիարդ մարդ աղքատությունից, ծայրահեղ աղքատությունից դուրս է եկել։ Այդ ծայրահեղ աղքատությունը, որ օրը 1000 դրամից քիչ փող են ծախսում, էլի $2, եթե չեմ սխալվում։ Դե ինձ թվում է այդտեղ ուղղակի էֆեկտիվությունը կբարձրանա։ Հետ գնամ ձեր բոտին։ Միտքը այն էր, որ երբ որ դու թողում ես մարդուն, process-ները դանդաղ են լինում։ Երբ որ մեկնարկային մասը անընդհատ է լինում ու ռոբոտն է անում այսպես, այսինքն ինքը ամեն օր 9:40 այդ ռասիլկեն անում է, ժամը 10-ին աշխատակիցները հեռախոսով խոսալով են արդեն մտնում աշխատանքի հաճախորդի հետ, որտեղ հաճախորդներն են սկսում իրենց զանգել։ Եթե իրանք պետք է գային, չգիտեմ, մինչև ժամը 1-ը զանգերը անեին, որ հետ զանգեր եւ այլն, այստեղ ու այդ անընդհատությունը բերում է միշտ ֆորմի մեջ են աշխատակիցները, միշտ նույն process-ը կա, այսինքն բազային process-ը կա, որի վրա կառուցվում է բիզնեսը։ Նույնը աշխարհի մակարդակով լինելու բազային process-ները լինելու են անընդհատ ու որակով, արդյունավետ, այսինքն միշտ լինելու են ու անընդհատ աշխատելու են, որ դրանք ավելի որակով դառնան։ Այդ դրանց սպասարկող, մենք դրանց սպասարկող անձնակազմը այդտեղ պետք է վերապատրաստի, որպեսզի կարողանա երկրորդ level, երրորդ level լավ սպասարկի ու քո ասած բոլոր խնդիրները, եթե անգամ ստեղի խնդիրները լուծենք, քո ասած աստղեր թռնելու նոր բաներ ենք ունենալու, նպատակներ ու երազանքներ ենք ունենալու, կամ դրանք են կարագացնելու, եթե հիմա ինչ-որ մեկի մոտ կա։ Հասկացա։ Իսկ այսօր օրինակ չգիտեմ, երիտասարդներին կամ մեր տարիքի մարդկանց, ովքեր ուզում են կապիտալ ստեղծեն, բիզնես ստեղծեն, հարստություն ստեղծեն, ինչ խորհուրդ կտար, ինչից սկսեն։ Նման արագ փոխվող աշխարհում։ Օրինակ, եթե դու հիմա նորից 0-ից սկսեիր, ինչքան ես 35? Հա, 36։ 36, հա, եթե հիմա օրինակ 0-ից սկսեիր, այս բիզնեսը ինչ-որ մեկին նվեր տայր ու 0-ից սկսեիր, ինչ կանեիր ու ոնց կանեիր։ Հաշվենք տենց 0-ից սկսում ես։ Արդյոք կմնայր անշարժ գույքում, թե ուրիշ ոլորտ կգնար։ Ինձ թվում է նու հիմա տես պատասխանագալի մտքից անշարժ գույքը որպես ոլորտ կընտրեի, որտեվ էլի կտեսնեի այդտեղ ոնց կարելի է արագ կապիտալ արագացված տեմպով կապիտալ կուտակել, բայց գործիքակազմը հաստատ այլ կլներ։ Եթե նախորդ մենք սկսել էինք այդ public persona լինելը, ոնց պարտադիր բան չէր, հիմա պարտադիր բան է։ Այսինքն այդ բլոգդ կանեիր ոնց է դառնալ։ Հա, կաներ։ Ես չես մտածում եմ հիմա երեխեքին ինչ ենք սովորացնում, էլ երևի այդ պետք է անենք։ Ես օրինակ մեր մանկապարտեզից սկսած իմ երեխեքի ուսուցիչներին ու դասիրակություններին ասում եմ, չգիտեմ, անգլերենը թող լավ լինի, մեկ է social skill-երը, որ շփվող երեխա լինի։ Եթե այդ երկու կետում ինչ-որ խնդիր ենք նկատում, եկեք դրա վրա աշխատենք։ Այսինքն լեզու մեկ է շփվել իմանա։ Հա, որ եթե դա իմանա, ինձ թվում է շատ էական ավելի հեշտ կլինի, որովհետև կոնկրետ ոլորտ ընտրել կամ եւ այլն խորհուրդ չես տա, բայց հիմա հաջողության չեն հասնում այն մարդիկ, ովքեր ինֆորմացիա չեն կարող մարսեն, հանդեղ մարդիկ կան, ովքեր ինֆորմացիա պետք է անալիզիկա անեն, դա կարևոր, data analysis դա ամեն դեպքում, քիչ հաջողության են հասնում այն մարդիկ, ովքեր social skill-եր չունեն ու չեն զարգացնում դրանք։ Այդ սոցիալական հմտություններ։ Սոցիալական հմտություններ, հա, կներես։ Եթե վերցնենք ինտրավերտներին, իմ ու քո նման, ամեն դեպքում իրանք եթե content չստեղծեն, շատ լավ հնարավորություն ունեն data analytica անեն, եղած գործիքակազմով, հենց շատ པարզ, ու դրա վրա շատ հետաքրքիր եզրակացություններ անեն ու բիզնես process-ներ օպտիմիզացնեն, այդպես ծառայություններ առաջարկեն կամ իրենք այդպես բիզնեսներ ստեղծեն, որը որ մրցակցային դաշտում առավելություն կունենա, որտեղ իրենց բիզնես process-ները data handle-ն են։ Հա, բանը, տվյալը handle-ն են, հայերեն բառը։ Այդ էլ է մի կարևոր բան, որ իմ կարծիքով, եթե անձից վերև գնանք բիզնեսի մակարդակում փող աշխատելուն նայենք, իմ կարծիքով ընդհանրապես կապ չունի ինչ բիզնես է։ Եթե դու քո տվյալների, քո ստացած տվյալների ու շուկայում առկա տվյալների հետ ճիշտ չես կարող աշխատես ու չես կարող անցյալը տենալով լավ կանխատեսում անես, դու շատ կարճ բիզնեսի կյանք ունես։
այսինքն research and development բաժին ունենալը թիմում կամ այդ ֆունկցիան, չգիտեմ, տնօրենի մակարդակով կամ ինչ-որ մեկի մակարդակով անելը իմ համար միջին բիզնես նույնիսկ անելու կամ միջին բիզնես, որը ամբիցիա ունի խոշորանալու պարտադիր պայման է հիմա։ Հա։ Իսկ դու խնայողություններ ունես։ Թե ամեն ինչ բիզնեսի մեջ է։ Նկատի ունես։ Դե գնաք չգիտեմ, մենք խոսացել ենք հաղորդմամբ այդ բանի մասին, անվտանգության բարձիկի, դες անգլերեն բառն եմ ուզում ասեմ, անվտանգության բարձիկի մեջ որ կապ չունի բիզնես ունես, չունես, աշխատող ես, չաշխատող ես։ Իմ մոդելը մի քիչ սխալ է, որտեվ շատ ռիսկային է։ Ամեն դեպքում ես գիտեմ իմ ռիսկերը ոնց սպեմ, բայց կյանքի ես փուլում, երբ որ հələ միտքը, էներգիան ու մոտիվացիան հերիքում է, ես ավելի այդ ռիսկային դաշտի, ռիսկային եզրագծի մոտ եմ ավելի շատ սիրում լինել, բնականաբար բեքափները այդ բարձիկները ունենալով։ Հա։ Ու այդ մասն էլ ճիշտ պահին ճիշտ գործողություն անելու էլի շատ կարևոր է փող աշխատելու համար, որտեվ օրինակ բերեմ քեզ, եթե մենք նախորդ տարի Դիլիջանում հյուրանոց գնացինք, ներողություն, 2 տարի ու կես առաջ մոտավորապես։ Ընդհանրապես պլան չկար, ընդհանրապես դրա վախտ չէր, ընդհանրապես պատրաստ չէինք, բայց այդ հնարավորությունը եղավ ու մտածեցինք, մի հատ արգումենտը որ բերեցինք, որ չէ, պետք է անենք էներ, որ կարող է մենք տարի ու կես հետո ենք ուզում սա անենք, բայց այն ժամանակ հնարավորությունը չլինի։ Հա։ Բանկը մեզ այդքան գումար չտա, այս տարածքը չլինի շուկան։ Մի խոսքով, այդ կետը շատ եմ ես օգտագործում այդ պահին գործողություն անելու, ինչ որ կրիտիկական լարվածության փուլ է գալիս մի 2 տարի, հետո այդ պրոյեկտը սկսում է ինքն իր կյանքով ապրել, հանգստանում ես ավելի շատ։ Ու սենց ու այդ բոլոր պրոյեկտները որտեղ ես կամ հիմնականում երևի այդ կոմպոնենտը ունեցել են, ու ես պլանավորում եմ մոտ մի 5 տարի երևի այս տեմպով, հետո արդեն ինձ էլ է շատ դուր գալիս ստեղծագործելը AI-ով եւ մնացած բոլոր ձևերով, կզբաղվեմ այն աշխատանքով, որ այդ լարվածությունը չի բերի, բայց էլի հաճույք կպատճառի։ Չես կարոտի այդ լարվածությունը։ Կարոտի կտենանք։ Կտենանք ոնց կլինի։ Այսինքն այդպես ռիսկային է ավելի։ Ծայրահեղ։ Չես պատկերացնի։ Բայց մինչև այսօր աշխատել է։ Հա, ռիսկը միշտ ուղղակի կողքի նայողի աչքերում չի եղել ոնց որ այդ անվտանգության բարձիկը, բայց ես միշտ մի բան սկսելուց առաջ նախ վատագույն ելքը պատկերացնում եմ ու եթե դրան պատրաստ չեմ իրականում չեմ էլ սկսում։ Հա։ Երկրորդը միշտ մի 2-3 սցենար ամեն դեպքում ունեմ մտքիս, ոնց կարելի է այդ ստեղծված վատագույն ելքերից դուրս գալ։ Հա, շատ կարևոր է, որ օրինակ իմ առաջի մեծ բիզնես սխալներից մեկը այն էր, որ ես մենակ լավ սցենարներ պատկերացնում եմ, լավ սցենարը չեղավ։ Նու ոչ պատկերացնում եմ, հավատում եմ, որ տենց առնելու։ Մենք էլ սկսելուց տենց արեցինք 3 տարի ամեն օր բանի պայքար էր, լինել չլինելու։ Հա, այդ բանն է, չեն հայտնի արտահայտություն կա, որ ասում եմ, մենք սա սկսել ենք, որտեղ ոչ թե գիտենք, որ հեշտ է, որտեղ չենք պատկերացնում, որ այսքան դժվար առնելու։ Հա, այդ բիզնես Այդ դժվարություններից չվախենալ, ոչ թե չվախենալն էլ պատկերացնելով դրա մեջ մտնելն էլ օրինակ շատ կարևոր, որտեվ այդ քո դասախոսը շատ ճիշտ բան է ասել, հարստություն առանց կապիտալի ստեղծելը համարյա անհնար է։ Շատ քիչ մարդիկ կան, որ մենակ իրանց ժամանակը ծախելով կարողացել են հարստանալ։ Դե լսի, բայց դու միջև բիզնեսի դժվարությունները ամեն մեկի մոտ յուրովի է ստացվում, յուրովի բարկետեր են ստացվում։ Պետք է ուղղակի սկսել այդ բիզնեսը ու հասկանալ ինչ հաջողություն, ինչ դժվարություններ ես հանդիպում։ Ուղղակի որ ասել դե դժվար է բիզնես չսկսել, չես կարա։ Նամանավանդ այն մարդկանց մոտ, ովքեր որ առաջի սերնդի բիզնեսմեն են իրենց ընտանիքում։ Հա։ Ահա, կստացի, եթե առաջի ամենակարևոր կետը նաև հաստատ կուզեմ դրա մասին ասել, երբ որ դու քո ընտանիքում առաջի սերնդի մարդն ես, որ բիզնեսով է զբաղվում, միշտ չի որ ընտանիքի անդամները այդ աջակցել են։ Դե իմ դեպքում աջակցելը, գիտես ոնց է, ինձ թվում է չեն ըմբռնում թեման, դրա համար ռիսկ են տեսնում ու նորմալ։ Չէ, բանը իրանք նայում են, որ շատ մեծ ռիսկ ես գնում։ Հա, հա։ Երբ օրինակ ես լավ վճարվող աշխատավարձով, բարձր աշխատավարձով գործից դուրս եկա ու սկսեցի իմ սեփական պրոյեկտներ անել, օրինակ մերոնք էլ էին մտածում, որ ես սխալ եմ անում։ Ու իմ շրջապատում իմ տարեկի շատ ընկերներ էին այդտենց մտածում։ Ու ահագին երկար ժամանակ ենք ճիշտ էին, մինչև չսկսեց ստացվի։ Կանես ամեն դեպքում ինձ թվում է ամբողջ պատասխանատվությունը միշտ նույնիսկ եթե ընտանիքի
աջակցությունը կա, ամբողջ պատասխանատվությունը միշտ քո վրա է։ Ու մենակ դու գիտես ամեն դեպքում, երբ որ դու մի պահ մնում ես ինքդ քո հետ մենակ, դու գիտես այդ ռիսկը ինչի համար ես վերցրել, ինչ նպատակի եւ այլն։ Իմ համար այդտեղ երկու կոմպոնենտ կա իրականում իմ ընտանիքի կյանքի որակն է, մեկ էլ արկածների մասն է, սա մասին անընդհատ ասում եմ, այդ ոդքասթին եմ ասել, հետաքրքիր կյանք ունենալը առհասարակ բիզնեսը շատ հետաքրքրացնում է կյանքը ըստիս։ Դրա համար ոնց որ ինձ օրինակ ձգում է որպես մարդուն կյանքը հետաքրքիր է իր գույներով, ինձ ձգում է բիզնես անելը։ Այդ հետաքրքիր բան է ավելացնում, էլի մարդիկ բիզնեսը ինձ թվում է շատ անգամ սխալ են ընկալում։ Մարդիկ պատկերացնում են բիզնեսը ինչ որ խանութ բացել կամ ապրանք ծախելն է, կամ չգիտեմ, ինչ որ տենց օֆիս է, չէ, բայց տենց չի, ամեն ինչ որ դու ինչ որ պրոդուկտ ես տալի, կապ չունի դու բլոգ ես վարում, YouTube-ը նկարիչ ես, երաժիշտ ես, չգիտեմ, կինո ես նկարում, անշարժ գույք ես վաճառում, թե հագուստ ես ներմուծում վաճառում, այդ դրանք բոլորը տարբեր տեսակի բիզնեսներ են։ Եթե քո արածը, արի ձևակերպենք, ցանկացած գործողություն, որը ուղղված է թեկուզ մի հոգու ինչ որ X պահանջմունքի բավարարման է, այդ բիզնես է, որի համար ինչ-որ կողմ պատրաստ է վճարել։ Այո։ Այդ կլինի content ստեղծելը, որ մեկը կսպառի այդ content-ը, այդ կլինի անշարժ գույքի գնման օժանդակելը, այդ կլինի podcast անելը, այդ կլինի դեղորայք ստեղծելը, չգիտեմ, ինչ ուզում ես։ Այդ բիզնես է ու հիմա էլ հնարավորություն իրականում բիզնեսներ ստեղծելու, մենակով ստեղծելու, ասում եմ, տեսել ես այդ մեմը բանը ինտրովերտների երազանքն է, որ այդպես բանը ինտրովերտ բիզնեսմենները շատանալու են, հա։ Այսինքն այդ բանը ունեն էլ այդ արդեն գործիքա կազմը կա։ Ինչ ուժ ունեն դրա, մեգա ուժ են ասում, ինչ են ասում։ Սուպեր պաուեր։ Հա։ Այդ ունեն, հա, սուպեր ուժ ունեն, որ իրանք հեսա տեսեք ինչ են կանել, որ նստած մի հիմնականում լուր մարդիկ կան մեր շրջապատում, ասում հոգու մեջ բան է, երում է հիմա, որտեվ գործիքա կազմա է, ասում ότι գնում է տանել։ Դե առաջ ոնց էր, մինչև COVID-ը, եթե օրինակ տենդենսներ նայենք, մարդիկ երազում են մեծ օֆիս ունենան, մեծ թիմ ունենան, չգիտեմ, մեծ ներդրումներ բերեն, բայց այսօր օրինակ եթե Twitter-ին ես հետևում Ամերիկայի տենդենսներին, հիմա մարդիկ ով բիզնես են սկսում, երազում են ավելի շատ ունենան տենց 5-ից 20 հոգանոց թիմեր, հանգիստ ինչ որ սիրուն տարածքում, որտեղ իրանց է կոմֆորտ աշխատել, Այդտեղ էլ է իներցիա գիտես, չէ՞։ Անգամ ներդրում չներգրավելով, չգիտեմ, ինչ որ բուտիկ բիզնեսներ ունենան տարեկան 10-20 միլիոն դոլար оборотով։ Եթե էլի հետ գանք փողին ու փող աշխատելու ձևերին, լավն է ստացվում խոսակցություն, անդադ ուժ բանից ենք խոսում, հետո բերում ենք տես։ Փողի մասին։ Փող ոնց կարելի է աշխատել։ Առաջին որպես աշխատող լինել, հա, կապ չունի դու սովորական ծառայություն մատուցողից թե Լուչանո Պավարոցին ես։ Երկրորդը բիզնեսմեն լինել, երրորդը ներդրող լինել, այս 3 ձևն է փող աշխատելու, որը որ ինչ որ ձև բանը գեներացնում է փող։ Ես բիզնես անելը այս 3-ից ամենացավոտն է, ամենադաժանն է, այսպես ասած, որ ու ամենաշատ ռիսկերն է կրում։ Ինչ եմ ես այդ 5-ից 20 աշխատողի թեման տես ժպտացի, որտեվ էական փոխվում է, որ դու ունես 5 աշխատող, 20, հետո 50 եւ այլն, լրիվ կառավարման մոդելը եւ այլն փոխվում է ու շատ մարդկանց մոտ ինչ որ X պայից գցած, քանի որ ոչ բոլոր բիզնեսմեններն են մենեջմենտ կրթությամբ կամ չգիտեմ եւ այլն, իրանք հստակ 20 հոգով շատ լավ ինչ որ X քանակի շուկա ունենալով product են տալիս, երբ որ իներցիա բառն է այստեղ կարևոր, երբ որ տպավորություն կա, որ չգիտեմ, պետք է աճենք, ինչի պետք է աճենք, օրինակ ես ինձ այդ հարցը հաճախ տալիս եմ, էլի ինչի պետք է տենց լինի, ինչի պետք է ավելի մեծ լինի եւ այլն։ Եթե ինչի պատասխանը ավելի շատ փող աշխատելն է, միշտ կա մյուս հարցը, ես կարող քո եղած 20 հոգին, որ գեներացնում են քեզ ինչ որ X գումար ամսական, դու ներդնես մի հատ ուրիշ տեղ, արդեն ներդրող որպես, հա, ու այնտեղից գումար գեներացնել, որովհետեւ անընդհատ բիզնեսը մեծացնելով իրոք շատ մեծ բան է, ստրեսներ է, համ թիմի համար, համ բիզնեսի հիմնադրի համար, համ այդ մարդու ընտանիքի անդամների համար եւ այլն։ Դրա համար
Ես կուզեմ այդ իներցիա բառն էլ հիշենք այսօր։ Իներցիան փող աշխատելու տեսանկյունից նայենք, որ եթե դու այսօր աշխատում ես 1 միլիոն դրամ կամ 1 միլիոն դոլար, այդպես չի լինելու միշտ, ու այսօրվանից սկսած քո հետ արդեն մրցում են լիքը մարդիկ, ու այդ մրցակցությունը շատ անակնկալ կերպով կարող վաղը քո դուրը գա։ Այդ իներցիային պետք չի հավատալ, պետք է անընդհատ վերապատրաստվել։ Եթե նորից սկսելու լինել հարցին պատասխանեմ, ես կասեի, որ պարտադիր բան կունենայի, չգիտեմ, կրկնվող վերապատրաստման կուրսեր կունենայի իմ ու թիմի համար, ինչը որ հիմա ունենք։ Այսինքն անընդհատ վերապատրաստվել։ Պարտադիր վերապատրաստվել, պարտադիր ամեն մի ամիսը մեկ մի հատ դասընթացով գալ կիսվել գործընկերների հետ, տանեցիների հետ։ Մենք տանեցիների հետ քիչ ենք խոսում փողից, զգացել ես։ Հա, դե ընդհանրապես փողից քիչ ենք խոսում։ Դրա համար այս ալիքը սկսեցինք էլ, որտեղ ես հասկացա, որ իրոք փողից շատ քիչ ենք խոսում, որ շատ մարդիկ շատ սխալ պատկերացում ունեն բիզնեսի ու փողի մասին, որը բերում է նրանց, որ սխալ ճանապարհով են գնում կամ սխալ ձև են փողը կառավարում։ Փողից իրականում մեր հասարակությունը փողից խոսում է կամ վատ են խոսում։ Հա, բան հաջողության պատմություն հարուստ մարդու մեր մոտ, որին որ կամ մականուններ չեն, շատ քիչ են։ Շատերի համար, եթե դու օրինակ միլիոնատեր ես, անպայման պետք է ասոցացվում է, չգիտեմ, քաղաքական կոռուպցիայի կամ ինչ-որ հարուստ ընտանիքի հետ կապ ունենալով։ Որտեղ մի պահ եղել է, բայց գիծը ոնց կտրես ու որ բայց սկսած արդեն այդպես չեն։ Դե կապիտալի ճնշող մեծամասնությունն է այսօր Հայաստանում դեռ այդ 90-ականներին հարստացած ընտանիքների մոտ է, բայց փոխվում է։ Փոխվում է, որտեղ երկրորդ սերունդ են գալիս իրենց կառավարման, ինչը որ եղել է ամբողջ աշխարհում նույնիսկ Ամերիկայից սկսած այդ կապիտալի առաջի սերնդի կուտակումից, չգիտեմ, կարող է հիմա 7-8-րդ սերունդն է այդ մարդկանց, որոնք որ հրեշտակներ են էլի, ընկալելիության տեսանկյունից, բայց այդ կապիտալի սկզբնաղբյուրը եղել է ամենավատ ձևով մյուս մարդկանց ճակատագրերը խեղելով եւ այլն։ Ուղղակի մենք պատելի ամեն ինչի շարժման մեջ պետք է նայենք որ ժամանակի մեջ։ Երկրորդը մենք փորձենք փող աշխատենք։ Հա, մեկ էլ չամաչենք փող աշխատելուց։ Մեկ էլ փող աշխատելու էլի մի հատ այտենց բան կա, հետաքրիր ռեակցիա կա։ Օրինակ ասեմ։ Ցանկացած մարդ որ ասում ես, ասում եմ բիզնես կա, ասում եմ դա արդեն արել են։ Զգացել ես այդ մասը։ Հա, բայց մի 10 հատ եք ասում մինիմում։ Այդտեղ կա շուկա, նոր ստեղծող շուկա, այդ շուկայում 100 հոգի մասնաբաժին կարա ունենա, կարա որակը լավանա այդ ամեն ինչի եւ այլն։ Մեր մոտ երևի բիզնես կրթությունն է պետք նաեւ, էլի փող աշխատելու։ Մենք սովոր ենք պատրաստել աշխատողներ։ Բայց ոչ բիզնեսմեններ։ Բայց ոչ բիզնեսմեններ, ոչ բիզնեսմենները հիմնականում է որ ինչ են բան ընկալվում, ոչ հասկանալի եւ այլն, որովհետեւ մեզ դպրոցում քեզ չեմ հիշում ես դες բան քեզ սովորացրել են թե ոնց կարելի է բան հնա ստեղծել, փող աշխատել, ինչ որ արժեք ստեղծել։ Ինձ ասում են ձեռդ այս sense բարձրացրա ուղիղ 90 աստիճան որ լինի, որ հետո քեզ լավ աշխատանքի վերցնեն։ Այսինքն հստակ աշխատող են պատրաստում։ Հա, դե համակարգը դրան տենց է ստեղծված։ Հիմա էդ էլ է իներցիա, որ եկել է էլի սովետից, որ դու ուներ լավ մենակ սովետը չի, ԱՄՆ-ում է, չգիտեմ, Եվրոպայում է, Անգլիայում է նույն պատմությունն է։ Այն մարդի օրինակ Դանիայում է շատ սիրուն, շատ հարուստ երկիր էր, բայց որ գիտես ինչ հետաքրքիր է։ Բոլորը շատ ճիշտ են, չէ՞, իրաց։ Շատ ճիշտ են ու այնտեղ օրինակ ում հետ ծանոթացա, խոսացի ու հետո մի քիչ Google-ում նայեցի, մարդկանց ճնշող մեծամասնությունը իրանք աշխատում են արդեն չգիտեմ տասնամյակներ, 50-100-ամյակներ կայացած ընկերություններում ու նոր մեծ ընկերություններ այդ երկրում էլ չի ստեղծվում։ Ու կարիքն է չկա, որտեղ բոլորը լավ աշխատահարցով աշխատում են։ Հա, սպասարկող են դառել։ Հա։ Դրա համար օրինակ այտենց հետաքրքիր այդ թազա ուղղությունը խնդիրներ բացահայտելը։ Ոնց գացել ես մենք իրականում նոր բան ստեղծել իրականում ավելի քչացել է շատ։ Չէ համաձայնվի։ Խի։ Որտեղ իրոք շատ նոր բան է ստեղծվում։ Կարող է մեր հասարակությունում չի ստեղծվում, բայց աշխարհում շատ նոր բաներ է ստեղծվում, որտեղ մեկը անընդհատ նոր սերունդ է գալի, որ ուզում է իր նիշան գտնի էլի այս աշխարհի երեսին։ Բայց օրինակ մեր մոտ Ջրբաշանի հետ ռեյնջում խոսացինք այդ թեմով, օրինակ իրանց ուսումնասիրությունները ցույց են տալի, որ մենք չենք երազում աշխարհը փոխենք,
մենք շատ բիզնեսմեններ պարզվում է չունենք, մարդիկ փողից, բիզնեսից վախենում են։ Օրինակ, չգիտեմ, որ գնում ես շուկա մի բան առնես, ասում ախպեր ինքնարժեքով եմ տալի։ Ախի ես ինքնարժեքով տալի, նորմալ գնով ծախի, համ դու փող աշխատի, համ ես նորմալ ապրանք տանեմ, ասեմ, ինչ լավ է, լավ ապրանք առա։ Այդ արտահայտությունը մինչև մեր միջ դուրս չի գալիս, էլի որ սրա մեջ ես փող չեմ աշխատում, բայց ինչի է, դի տենց դու լավություն չես անում, ոչ ինձ, ոչ քեզ, էլի։ Այդ ինչի ես էդի ասում։ Օրինակ ինձ որ ասում են ես սրա մեջ փող չեմ աշխատում, ես չեմ ուզում այդ ապրանքը առնեմ։ Որտեվ կամ վատն է, կամ ինձ խափում են։ Դե խափում են զուտ նրանով, որ հարկ չեն մուծում, էդ էլ հաշվի։ Այս վերջերս էդ էլ բան մոտես որ հա էլեկտրոնիկայի խանութները որ ասում են քեշով ես առնելու թե քարտը։ Փոշքերը էլի տես քեշով թե քարտով։ Կամ որ ասում ես եղել է որ ասում ես քարտ վճարումը քարտով անեմ, հա օքեյ մենք քարտով ստանում ենք, քարտի թվեր ասենք փոխանցեք։ Ֆիզիկական։ Հա տես բաներ եկա։ Չգիտեմ, կարևոր է այս թեմա։ Ես ինչի ասեցի որ իմ կարծիքով քիչ են ստեղծում, ստեղծվում են միանշանակ, բայց քիչ են ստեղծվում, որովհետև ստեղծվում են ինչ-որ պրոդուկտներ, որը փոխում է միջավայրեր։ Բայց այդ միջավայրերում ինչ-որ հետագ դու չես զգացի բոլորը այն օր քո մոտ լսեցի, բոլորը ոնց որ նույն լեզվով խոսան։ LinkedIn-ում ու մոտ է մի հատ ոդկաստ է նայում, ասեց այդ միտքը ու տենց հետո մտա LinkedIn նայեցի լրիվ նույնց ոնց որ մի մարդ գրի ալ LinkedIn-ը շատ cringe տեղ է շատ բան է ու այդ LinkedIn-ը մոռացա ես այդ բայց ասած հա չէ LinkedIn-ը շատ տարօրինակ տեղ է էլի ինչ կա բոլորը նույն մեթոդոլոգիան են ընտրում նույն բառերն են ընտրում նույն մատուցման ձևն են ընտրում ու ստեղծվում է մի բան որը փոխում է ամեն ինչ չի ստեղծում տարբեր բաներ sense միասեռ է սարքում բոլորիս միանման է սարքում բոլորիս ես այդ մտքով եմ ասում այդ ալգորիթմները առումով հա հաստատ տենց է որտեվ մեկը մի բան գրում է մի ձևով մարդիկ այդ տենում են այդ կրկնում են իրենց թվում է որ դա աշխատում է բայց ինչ որ մի կետից այդ բոլորիս կրեատիվը ավելի պակասում է unfilled to announce վիճակ էլի բոլորիս կրեատիվը պակասում է ես Հոլիվուդի կինոներից եմ բանանում որ բոլորիս կրեատիվը պակասում է նմանատիպ են դա նմանատիպ նույնը բանը նորից նույնն են նկարում հին ֆիլմերը նոր բան չի ստեղծում շատ Դենց երջանկություն ունենք ավատարը նայելու մի քանի օրից տեսնենք հա դուրս է գալի հա երրորդ սերիալն դուրս գալի այդ էլ դες լուրջ բիզնես դառավ փող աշխատելու միջոց կեմերանի համար թողանեն չգիտեմ այդ ինձ թվում է այս թեմաների մասին խոսալը շատ կարևոր է որ մենք չնեղվենք թե փողից չնեղվենք փող աշխատելուց ու մարդիկ հետ չնեղվեն ասեն որ իրանք չգիտեմ արժեք են ստեղծել ու դրա արդյունքում նաև ունեն փող ու կապիտալ ինչ թվում է մենք կսովորենք այդ խոսալ այն ժամանակ երբ որ կրիտիկական թվով մարդիկ ունենանք որոնք հենց արժեք են ստեղծել կապիտալ են ստեղծել ու նպատակային էդ էլ արել են մենք էլ սնա հավատություններին չհավատանք որ փողից որ խոսում ես դա չի կարելի խոսալ փողից եւ այլն հակառակ իմ կարծիքով պետք է խոսալ բայց մի հատ կարևոր բան էլ է պետք ամեն դեպքում ասել որ ցանկացած մարդ ու մոտ փող կա ինքը ավելի մեծ պատասխանատվություն ունի ինձ թվում է հասարակության նկատմամբ շատ կան տենց օրինակներ Ջեք Մայի մոտ է տենց նայում էի խոսում էր եւ մի 5 տարի առաջ ինչ որ հարցազրույց էր ասում է իմ ունեցածի չգիտեմ 1%-ն է իմը, որ ես բանկան եմ մնացածը միլիարդներ այնտեղ, ասում եմ մնացածը հասարակության վստահությունն է ինձ, թե ես այդ իմ վստահված կապիտալը ոնց կտեղաբաշխեմ, ոնց կտնօրինեմ ի օգուտ հասարակության։ Դե այդ շատ ամենավերևի մակարդակն է, բայց եթե ներքև գանք բիզնեսի մակարդակ, միջին բիզնեսի մակարդակ եւ այլն, սկսած քո աշխատակիցների, քո հաճախորդների նկատմամբ ունեցած պատասխանատվությունից այդ փողը որ դու միավոր աշխատում ես համամասնորեն աճում է նաև պատասխանատվությունդ ու դա էլ է պետք հաշվի առնել ու երբեք թեթևամիտ չմոտենալ ոչ մի բանի եթե անգամ ինչ որ բան սկզբից հեշտ է ստացվի ու քո մոտ ինչ որ աղբյուրից կապիտալ է հոսել կարա տենց ստացվի բայց այդ բախտը մի անգամ է բերում այսպես դրա տնօրինումը արդեն դրա հետագա
բաշխումը եւ այլն, դա այն պատասխանատվությունն է, որը որ դու ունես էլի ու կյանքում մի մաքսիմում 2 անգամ այդ հաջողությունը քեզ ճպտում իրականում։ Եթե դու անգամ շատ լուրջ բիզնես անող ես, այդպես չի որ միշտ այդ պատուհանները բացվում են ու դու հանդիպում ես այդ համընկնումները տեսնում ես, որովհետեւ անում ես։ Իրականում դու մի բան աշխատում ես, հետո արդեն կապիտալի ճիշտ տնօրինման, այդ պատասխանատվության ճիշտ գիտակցման արդյունքում քո կապիտալը շատանում է կամ քչանում է։ Հա։ Արսեն ջան, շնորհակալություն։ Քեզ եմ շնորհակալ։ Մեզ լիքը փող։ Կարելի է ուրիշ հաղորդումը դրանով փակել։ Դե բոլորը թող շատ արդար փող աշխատեն, հարկեր տան, արժեք ստեղծեն, հա։ Հետաքրիր է արկածներով եւ այլն, այսինքն մի բազային շարունակեցինք հաջողից հետո, բայց մի բազային բան պաշար ստեղծելուց հետո իրականում մնացած շատ հետաքրիր խաղի նման կարա լինի, բայց գիտակցելով պատասխանատվության չափը, էլի խաղում մենակ դու չես դուժելու իրականում, այդ պետք է գիտակցես ու նոր սկսես այդ խաղը խաղալ։